Շարունակում ենք, չեք պատկերացնում, թե այս դրական էներգիայով մեր տաղավարը կարծես թե լավ իմաստով կարող է պայթել պարզապես եւ ուզում եմ մեծ սիրով ներկայացնել մեր այսօրվա հյուրերին նախ թեման հայ-լեհական մշակութային կապերի շրջանակներում 11 հոգուց բաղկացած լեհ արվեստագետներ Հայաստանում են առաջին անգամ 3 նոյեմբերի 5-ին նկարիչների միությունում տեղի ունեցավ գրքի շնորհանդես նվիրված Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական մշակութային միության 10-ամյա հոբելյանին նախատեսվում է հատուկ ընդունելություն Մատենադարանում, Մայրաթոռում, Սարյանի եւ Քոչարի թանգարաններում հայ-լեհական այս հետաքրքիր համագործակցության մանրամասների մասին խոսենք մեր հյուրերի հետ եւ մեր հյուրերն են Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական մշակութային միության հիմնադիր նախագահ Գագիկ Պարսամյանը, բարի լույս, լեհ արվեստագետներ Կրիստինա Օչոզեդան եւ Լեոնարդո Բերենդիտ Բարի լույս, վավ, լեհերեն բարև ձեզ ոսկրի, չեշ? Ջին դոբրի։ Ջին դոբրի։ Բայց մի անգամից ասեմ, որ բարի լույս են սովորում։ Բարի լույս, ասացին։ Մենք հերոստատողներս ասացի, որ մեր տաղավարը այս պահին այս դրական էներգիայի ասես մի մեծ գունդ է, մեծ կծիկ է մեր տաղավարում հայտնվել, ինչպես է կանում, ինչումն է գաղտնիքը, մարդիկ են ովքեր շրջապատում են ձեզ, գրքերը, գրականությունը, ինչն է, որ ես նայում եմ ձեզ ու երանի եմ տալիս ու անկեղծ կուզեի մեր երիտասարդության մեջ շատ-շատ ունենան այն էներգիան, այն տրամադրվածությունը, այն ուժը, որը որ կա ձեր մոտ ու գալիս է ձեզանից։ Դե շատ հուզված եմ բոլորից առաջ, բարի լույս արդեն ասեցինք սիրո, որովհետև երազում էի, որ լինեի այսօր այստեղ եւ հավեսով, համով, հոտով ասեի բարի լույս, որովհետև շատ եմ սիրում բարի լույսը եւ ինչպես նկատեցիք իմ հյուրերը բարի լույսով այսպես ողողված են եւ ընդհանրապես ամբողջ վերջի տասնամյակները բարի լույսը մեզ համար խորհրդանիշ ա եղել ոչ միայն ճիշտ առավոտյան, այլ ճաշին, երեկոյան ամեն վարքյան կարող ենք ասել բարի լույս եւ ուրեմն կյանքը շարունակում է բայց բոլորից առաջ ուզում եի սկսել ավելի վերջերս ինձ համար մի շատ կարեւոր ասացվածք փառքասովոր հայ գրողներից մեծագույն Վիլյամ Սարոյանի ասացվածքն է սիրում եմ ապրելու համառությունը ձեր պատասխանն էր դա որովհետեւ այնքան էլ հեշտ չի լինել այդպեսին որպեսին հիմա դուք տեսնում եք պետք է իսկապես շատ սիրել շատ սիրել եւ գաղտնիքը իհարկե ծաղիկներն են հիմա ինչպես տեսնում եք այստեղ են որովհետեւ իրենք շատ օգնում են իրենք լռության իրենք ամեն օր են ձեր հետ ամիշտ մշտապես մի խոսքով շնորհակալություն ձեզ այս գեղեցիկ հնարավորությունը ձեռնելու համար նախ այսքանը եթե հետո Պարոն Պարսամյան ինչպես ծնվեց հայ-լեհական համագործակցությունը Այս շատ, գիտեք ինքը շատ հետաքրքիր պատմություն ունի, որովհետև ինքը նախ ասեմ, որ արդեն ճիշտ շուրջ 30 տարի ես ապրում եմ Լեհաստանում, Լեհաստանի Գդանսկ քաղաքում, նույն այդ ուրեմն շրջանում, հենց ճիշտ առաջորդանից մինչև այսօր։ Եվ այնպես ստացվեց, որ հրավերք ունեցա ես Լեհաստանի Գդանսկ քաղաքում Եվ շատ սիրեցի այդ քաղաքը, ոչ միայն քաղաքը, մարդկանց շատ սիրեցի, բակերը սիրեցի, գիտեք, մի անգամից ես գնացի, իհարկե այնպես չի, որ մենք հայերս ծաղիկ չենք սիրում, գուցե շատ ավելի ենք սիրում, բայց այնպես եղավ, որ այդ բակերում, հիշում եմ Գդանսկի քաղաքում, վարդեր էին, ծաղիկներ էին, փոխարենը, որ մեզ մոտ, ինչ ասեմ, դա վատ բան չի, իհարկե շատ գեղեցիկ բան է, որ մենք լոլիկներ ունենք, այգեც բադրջաներ ունենք, մեր այդ փոքրիկ այդ 100 մետրում բոլոր պտուղ բանջարեղեններ ունենք, բայց այնտեղ այդպիսի բան չտեսա, միայն ծաղիկներն են, տեսա տպավորվել է։ Հետո փողոցը շատ սիրեցի, այդպես գիտեք, երեք ես նույն հաջողությամբ այդ հարցը որ եղավ, ես պատասխանեցի իբրև արվեստագետ եւ հայ չէի կարող անտարբեր լինեի Մտածում եմ, որ ինչ-որ մի բան պետք է անի, չնայած բավականին դժվարությունների, հատկապես առաջի 10 տարին, ներկայացման խնդիրներ, ընտանիք եւ այլն, բայց այդ բոլոր դժվարությունները իհարկե հանճարեղ, ի շնորհիվ հանճարեղ լեհ ժողովրդի, հետո առիթ կունենամ, այսինքն հիմա շատ սիրուն առիթ է, ուզում եմ ասեմ, որ շատ շնորհակալ եմ Ձեզ շատ շնորհակալ եմ իմ բարեկամներ Ջենքոյ Վամբարձոն։ Լեհ ժողովրդին շատ շնորհակալ եմ, որովհետև իրանց շնորհիվ որ կարողացանք։ Մի խոսքով նկատելով այդ ջերմությունը, իրանց ջերմությունը, ես էլ փորձեցի իբր թե մեր լավ կողմերը այդպես ու սկսվեց հայկական օրեր, ինչ որ ուտեսներ սկզբնական շրջանում
մեր երաժշտություն, ցուցահանդես, ինքս նկարիչ եմ, ցուցահանդես կամած ուզեցի ինչ-որ լավագույն կողմերը, որովհետև գիտեք, այնպես չէ, որ ամեն ինչ լավ է այս կյանքում, շատ դժվար է, որ միշտ ուզում ես, որ իսկապես վերադառնալ ամենալավին, ամենագեղեցիկին, դա պետք է աշխատանք լինի դրա մասին, շատ բարդ բան է, եւ մի խոսքով այդպես սկսվեց, փորձեցինք, որ մեր հայկական ուրեմն ինչը որ լավա ներկայացնենք, ու այդպես շատ դժվարությամբ առաջի 10 տարին այդպես ուրեմն անցկացրեցինք, հաջորդ տարին ուրեմն սկսեց կարող եմ գրքի մասին ասել, այս պահին եւ ինչպես ասեցի 30 տարի ես Լեհաստանում եմ, այստեղ դուք 10 եք տեսնում, որտեղ դա մենք Հոբելյանի առիթով ենք այստեղ գրքի, հաջորդ 10 տարին այդպես որպես աստիճանաբար, այդպես որպես Գագիկ Պարսամյան, այդպես գնահատում էին ու միջոցառումներ էին կազմակերպում, նոր սկզբնական շրջանում նույնիսկ ես էլ չգիտեի ինչպես է դարում, բայց հաճույքով է անում ամենայն, ես հիմա զարմանում եմ, թե լինել այդպիսի առիթ հնարավորություն ես կարող եմ անել, թե ոչ, նույնիսկ մենք խաչքարերից ենք սկսել Կիլիկյանով, մենք դիմավորել ցույց տանք մեր հեռուստադիտողին։ Հա, այո, եւ ուրեմն այնպես ստացեց, որ այս բոլորը կարծես թե հասունացել էր եւ այնպես որ առաջարկություն եղավ, լավ կլինի, որ ինստիտուտ լինի, մենք կարողանանք ավելի օգտակար լինենք։ Մի խոսքով այդ գաղափարը առաջացավ եւ առաջարկեցին, շատ դժվարությամբ եմ իհարկե ընդունել, որտեղ այնքան էլ հեշտ չի։ Մի խոսքով մենք ուրեմն 15 թվականին այդպես մեր ստեղծվեց մեր միությունը, քանի որ մեր միությունը մի խոսքով պետք է նստաբայրորներ, մենք դիմեցինք քաղաքապետարանին, մրցութային իհարկե համակարգով մենք ունեցանք, մեր ծրագրում ունենք բաց դռների օր, հիմա դուք տեսնում եք այդ կոնկրետ բաց դռների օր, կոնկրետ տվյալ ամիսն է այնտեղ, տարին է եւ ամիսը բազմաթիվ, մի խոսքով մենք ներկայացրել ենք բաց դռների օր շրջանակներում յուրաքանչյուր ամիս պետք է ունենք մեկ միջոցառում։ Հիմա այստեղ դուք տեսնում եք, որ յուրաքանչյուր կոնկրետ դա ուրեմն օգոստոս ամիսն է, հայկական օրեր են։ Մի խոսքով 17 թվականին մենք ունեցանք նստավայր քաղաքի, գնաց քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկում, Փողոց Մարիացկայում, եւ ուրեմն մենք բացումը փառահեղ բացում քաղաքապետ, դեսպան, մի խոսքով բարձրաստիճան մարդիկ ամբողջ Լեհաստանը ներկայացա մեծ կարծեմ դուք հենց նայում եք, դուք թերթեցիք ձեր ձեռքը ընդեղ այդ անցավ, լավ, ոչինչ, դա մեր հայկական տան բացումն էր այդ ժամանակ, շատ գեղեցիկ բացում էր, մի խոսքով մենք այնպիսի մի գեղեցիկ տան ենք ապրում, որ մեզ փաստորեն այդ տունն այդ թելադրում է։ Ես ուզում եմ ձեզ առիթից օգտվելով, եթե հնարավորություն կա, մի քիչ շատ խոսեցի, բայց սիրում եմ, որ շնորհակալություն ասեմ, պարտավոր եմ ասելու, նախ ուզում եմ շնորհակալություն ասեմ այդ փառահեղ ընդունելության համար Հայաստանում, ինչպես դուք ասեցիք 11 հոգի բաղկացած պատվիրակություններ, որոնցից երկուսը Լեոնարդոն եւ Քրիստինան։ Որից Քրիստինա իմ լավ բարեկամը, մեր հայ ուրեմն մեր տան լավագույն բարեկամը Քրիստինան, Նրանք առաջին անգամ են Հայաստանում։ Այո, առաջին անգամ։ Ինչպիսին են տպավորությունները։ Ինչն է ամենաշատը հավանել Հայաստանը։ Pytanie, co podobało więcej w Armenii? Wszystko. Ameń. Podobało mi się, po prostu zakochana jestem w tym waszym kraju. Jest irarwacem zerś երկրով։ Spotkanie z Gagikiem w Polsce pozwoliło mi na to, że znałam tylko z literatury wasze wspólne związki odkryłam między Armenią a Polską. Taką samą drogę przeszliście do wolności. W związku z czym, jak zobaczyłam człowieka, który chce pokazać i chce swoją kulturą przekazać w Gdańsku, co miesiąc 13 spotykamy się i 13 po prostu dzieje się wielkie święto na ulicy najpiękniejszej w Gdańsku, a może i w świecie, Mariackiej.
Համար ցեք մեկ հիմա հասկանալ։ Ես մոտավորապես հասկացա։ Շատ սիրուն գովեց ես։ Գրականությունից էին բայց խոսում, բոլորը այո։ ես ինքս պրոֆեսիոնալ բան թարգմանիչ չեմ, բայց կփորձեմ ասել ինքը, որի հիացել է, ատեն ասեցի, որ հիացած է մեկ երկրով, մեր աչքով հիացած է եւ երբ որ հատկապես Գագիկ ինձ հետ է ծանոթացել, ավելի շատ գրականությունից է մեր մասին իմացել, բայց որ գրականությունից իմ տեղեկացել է, որ մեր նմանությունը հայ լեհերի նմանությունը նա է, որ ազատություն ենք սիրում, անկախություն ենք սիրում, այդ երկուսից դանը հիմնական գլխավորը դա է եղել եւ հետո վերադարձավ մեր փողոցին, մեր գեղեցիկ, որ ասեցամ լավ գեղեցիկ փողոցներից մեկն է յուրաքանչյուր ամսի 13-ին մեզ մոտ միջոցառումներ են տեղի ունենում եւ բոլորի հիացած են, բոլորը ասում են հայկական տուն մեր տունն է դա։ Իսկ մեր մյուս հյուրը ինչ կասի։ Leonardo ջան, proszę bardzo kilka słowa. Բարի լույս։ Լույս Արավոտի։ Բարի լույս առավոտի։ Работи. Добрый poranek. Okej. Mamy przed sobą ambasadora kultury armeńskiej w Polsce. To jest człowiek instytucja, to nie jest malarz, to nie jest artysta, to jest człowiek instytucja, który skupia wokół siebie kolorowych ludzi, w cudzysłowie, fajnych ludzi i to Barry Lewis to przeszło już, zaczyna to po Polsce chodzić. To nie jest to, że my tylko tutaj sobie tak Barry Lewis, nie? To nie, że dzień dobry, to jest coś więcej jak dzień dobry. I dużo ludzi zaczyna w Polsce, zaczyna dzień, nie dzień dobry po naszemu, Barry Lewis, Barry Lewis. Ես դժվար է բառացիորեն թարգմանել, հատկապես որ ինձ մասին է խոսում, ես չեմ սիրում, որ ինձ գովում են, ինձ էր վերաբերվում, որ ես մշակույթի դեսպան եմ եւ ես ընտրում եմ գունավոր մարդկանց եմ ընտրում, իմ շրջապատը այդպիսին է, որ հետաքրքիր է, ես այդ ուղղությամբ ինձ շատ սիրում են, շատ հարգում են, բայց վերջի մասը ինձ շատ է դուր գալիս, հատկապես որ ասես Լեհաստանում սկսել Բարի լույսներով խոսել, շատ գեղեցիկ է, իսկապես գիտեք այնքան, գիտեք ոնց է այդ Բարի լույսը ուղղակի Բարի լույս, ձեզ շատ շնորհակալ եմ, ձեզ շատ ողջունում եմ, ձեզ շատ շնորհակալ եմ, որ չգիտեմ ով է հեղինակը Բարի լույսի ընդհանրապես, բայց որ դուք ներկա եք ու դուք խոսում եք Բարի լույսը, ես ինչպես սկզբում ասեցի, իմ լավ ընկերը Լեոնարդոն ասեց, նախ Լեոնարդոն ինքը նկարիչ է եւ համերգներ է կազմակերպում, ինքը հրաշքանձնավորություն, բառացիորեն Ինովրոսլավ քաղաքում ապրում եւ ինքը մեծ մեցենաս արվեստի, ահա որ յուրաքանչյուր 13-ին ենք մենք միջոցառում անում, բայց Լեոնարդոն յուրաքանչյուր 10 անում ու սկսում է Բարի լույսներով։ Ամբողջ Facebook-ը ողողված է Բարի լույսով, չգիտեմ դուք հետևում եք, չեք հետևում, ողողված Բարի լույս, բոլորը դա Լատվա, Էստոնիա, Անգլիա, դա նշանակություն չունի, որտեղից բոլորը Բարի լույսներով առում ենք կապնված, խոսում ենք Բարի լույս, այսինքն Բարի լույս այնտեղ ամեն ինչ կա։ Եթե խոսում ենք Բարի լույսը, ամեն բան կա ու շատ, չգիտեմ, դա շատ դժվարությամբ ծնվեց, դա 10 տարի առաջ Հայաստանում կազմակերպված պլեներներ դա կամուրջ, մենք այնքան բան կասելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, որ այդքան երկար եմ խոսում, այստեղ զարմանալի աշխարհի ամենալավագույն մարդիկ այս գրքում են, ամենալավագույնները, Արշիլ Գորկի մի քիչ առաջ պատահմամբ տեսանք Շարլ Ազնավուր, այդտեղ ամեն ինչ չի կարելի շատ խոսել, բայց քանի որ Արշիլ Գորկի ասեցի, ընդամենը 1 տարի առաջ 24 թվականին ամբողջ տարին հայտարարված էր Արշիլ Գորկու տարի, 7 միջոցառում արեցինք, 7 միջոցառում, չգիտեմ, այստեղ Շարլ Ազնավուրի կապակցությամբ յուրաքանչյուր 13-ին յուրաքանչյուր օր է, քանի որ պարտավոր եմ ես մեկ, չգիտեմ, ժամանակի կտեղավորվենք, Արդեն ունենք ժամանակ, ցավոք սրտի։ Խնդրեմ, շնորհակալություն ասեք, անպայման պետք է շնորհակալություն ասեմ հան մեծամոր, ուրեմն Պալակարի մեծամոր տպարանի տնօրեն պարոն Ռուբեն Հարությունյանին գոնե շնորհակալություն, շատ սիրում եմ ձեզ, որ հասցրեցիք դուք, այս գեղեցիկ նվերը մեզ, դա ամենամեծոգույն նվերն էր, եւ վերջում շատ շնորհակալ եմ Օչևիչի Արտիար Գայանեին, որպեսզի մենք կարողացել այսքան գեղեցիկ ամեն ինչ անի, շնորհակալություն երեք մենք Քոչարի թանգարանում ենք, զի հանճարեղ մի հատ ընդունելություններ առաջորդ Սարյան, բոլոր ամենտեղ շատ լավ են վերաբերվում եւ վերջում իբրև վերջաբան շնորհակալություն հանճարեղ լեհ ժողովրդին, դա պարտավոր եմ ասելու, այդ մասը
Powiedziałem w końcu dziękuję Polakom, bardzo dziękuję, bardzo lubię was. Zezwolę szacunek. Dziękujemy Tobie za to, że łączysz te dwa narody, Polska i Armenia. Ժամանակը շատ քիչ է, որտեղ այդքան շատ հարցեր ունենք, ես տեսնում եմ, որ ունենք առիթներ ձեզ հյուրընկալելու ու կրկին հյուրերի հետ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ենք շնորհակալ շատ։ Ցավոք սրտի այսքան մեր եթերը մոտեցավ իր ավարտին, ներողություն ենք խնդրում պարզապես։ Ես վստահ եմ, Մենք շատ շնորհակալ ենք ձեզանից, ձեզ հասցրեցի շնորհակալություն։ Իհարկե, միանշանակ։ Մի անգամ էլ շնորհակալություն ձեզ, ծաղիկները ձեզ շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Այսօր այսքանը վաղ տաղարու կաշխատեն մեր ընկերները, գործընկերները Թերեզան եւ Կրիստինան, մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Մեր ընկերներով, իսկ դուք մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։ Ձեզ լավ օր։